Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ խազեր մրցանակաբաշխությունը, որը ժամեր շարունակ քննարկվում է համացանցում, քննարկվում են երեկոյի դեմքերը, արտիստներն ու կարմիր գորգի վրայով անցնող մարդիկ։ Այստեղ ամենաշատ աչքի ընկած զույգերից մեկը երգիչ Էրիկն ու նրա կինը Սվետլանան էին։ Այս զույգը մշտապես աչքի է ընկել իր ներդաշնակությամբ, սակայն երեկ կարմիր գորգի վրա կարծես թե Սվետլանայի հետ մի բան այն չէր, մարդիկ նկատել էին, որ երգչի կինը կարծես թե տրամադրություն չունի, այսօր վերջինս հրապարակումով է հանդես եկել և նշել, թե ինչն էր պատճառը։ Կարմիր գորգի սկզբում իմ աչքը լքեց զրուցարանը, այսպիսի հումորային հրապարակում է արել Սվետլանան, ապա հավելել, որ այդպիսով փչացրել է իր երեկոն։ Այո, ես յուրաքանչյուր լուսանկարում երևում էի, որ ասես լացած լինեմ, և իմ դիմահարդարումը չէր փրկում։ Ոչինչ պլանավորածի պես չանցավ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր փորձեցին օգնել։ Նշենք նաև, որ անկախ այս ամեն ինչից համացանցում շարունակում են դրական խոսքեր գրել այս զույգի մասին, նշելով, որ նրանք շատ ներդաշնակ են, նշելով, որ Սվետլանան շատ գեղեցիկ, յուրօրինակ և էլեգանտ տեսքով էր ներկայացել կարմիր գորգի ժամանակ, ի տարբերություն շատ շատերի։ Հավելենք նաև, որ վերջերս էլ ընտանիքը մասնակցում էր կարևոր միջոցառման, ամուսնացավ Էրիկի եղբայրը։ Էրիկն ու կինը համացանցում հրապարակումներ էին արել, այդպիսով ցույց տալով, թե որքան ակտիվ մասնակցություն են ունեցել Էրիկի եղբոր հարսանյաց-հանդեսին։ Էրիկը երգեր էր կատարել, դե իսկ Սվետլանան և Սալոմեն իրենց տեսքով հիացրել էին ներկաներին։ Ներկայացնում ենք բացառիկ կադրերը առանց մեկնաբանության։